հրազենային վնասվածքով հանգամանքները պարզվում են, արդեն մեկ ամսվա մեջ որերորդ դեպքն է, ինչ բացատրություն կա այս ամեն ինչի։ Եվ ինչով է պայմանավորված, որ անընդհատ ինքնասպանություններ եւ այլ դեպքերի են կակարատեսնելու բանակում։ Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ պետք է աշխատանքները ակտիվացվեն եւ այն խնդիրը, որ ես տեսնում եմ, կայանում է նրանում, կազմակերպչական առումով ասում, որ մենք պաշտպանության գերատեսչությանը թողել ենք միայնակ, ոնց որ թե, եւ նման դեպքերի պատասխանատվությունը ամբողջությամբ բարձում է պաշտպանության գերատեսչության վրա։ Իհարկե, պաշտպանության գերատեսչության պատասխանատվության գոտում են գտնվում զինծառայողները, եւ եթե նրանք ծառայության մեջ են, հետեւաբար նրանց անվտանգությունը, ամեն ինչը պատասխանատվությունը հենց զինված ուժերինն է, բայց ինչպես ես նկատել եմ եւ ինչպես մի շարք վիճակագրական տվյալներ են ցույց տալիս, դա համակարգային խնդիր է։ Մենք պետք է կարծում եմ լուրջ փորձագիտական հարթակ ստեղծենք, հավաքագրենք եւ բարձենք պատճառները եւ նպաստող պայմանները եւ վերացնենք։ Միանշանակ է, որ այս աշխատանքի մեջ պետք է ներգրավվեն շատ ու շատ մարմիններ եւ գերատեսչություններ, սկսած կրթության նախարարությունից, առողջապահության նախարարությունից, վերջացած պաշտպանական գերատեսչության եւ հատուկ ծառայություններով։ Տեսեք, հնարավոր է, որ երիտասարդները թե քրեական ենթամշակույթի այդ արժեքներ կրող, թե հոգեբանական խնդիրներ ունեցող գալիս են, չէ, զինված ուժեր, այնտեղ արդեն ավելի սուր եւ ընդգծված պայմաններ են եւ սրանից ելնելով տեղի են ունենում կոնֆլիկտներ ու հարցը հասնում է նաեւ մինչեւ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, բայց մենք նախ խնդիրը պետք է դնենք, որ զինված ուժեր մուտք գործելիս քաղաքացին որոշակի առումով պատրաստ է իր կամային, բարոյական, դաստիարակչական հատկանիշներով արդեն պատրաստ է բանակում ծառայելու։ Այս ուղղությամբ կարծում եմ մեծ աշխատանք ունենք անելու, այո, շատ մտահոգիչ է, բայց ես գտնում եմ, որ շատ արագ պետք է ինչ-որ փորձագիտական հարթակ ձևավորենք եւ հասկանանք, թե որտեղ է մարդու զարգացման եւ կյանքի ընթացքում որտեղ են այդ թերացումները եւ ինչ պետք է արվի։ Մի քանի շաբաթ առաջ էլ զինծառայող մահացավ եւ տեղեկություններ կան, որ նրան ծեծի էին ենթարկել։ Այո, իհարկե քրեական վարույթ կա հարուցված, որքանով գիտեմ կան կալանավորված անձինք այդ դեպքով շատ մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց կսպասենք քննության արդյունքների ավարտին։ Պատճառը ո՞րն է, պարոն Խաչատրյան, ինչպես որ պետք է պատասխանատվության չեն ենթարկվում, քրեական գործերը հարուցվում են, հետո դատավարություններով վճիռ չի կայացվում, տարիներ շարունակ քննվում են, այսինքն այդ անպատժելիության մթնոլորտն է ձևավորված բանակում, որ մտածում են, որ ոչինչ կանցկացնեն կգնա։ Բացարձակապես համաձայն չեմ ձեր նշածի հետ, նման բան չի կարող լինել, չի էլ եղել, որ ինչ-որ հանցագործություն լինի եւ օրենքով սահմանված ընթացք դրան չհաջորդի եւ մեղավոր անձինք չենթարկվեն պատասխանատվության։ Իհարկե ենթարկվում են, բոլոր դե ենթարկվում են, բայց իրավական համակարգը այնպես է ձևավորված, որ մարդիկ ունեն պաշտպանվելու իրավունք, բողոքարկելու իրավունք, առաջին հացյանից հետո մի հատ բողոքարկում են վերաքննի, ինչ վճռաբեր դատական պրոցեսներ են, որոնք պետք է ընթանան, որովհետեւ մարդու մեղավորությունը հաստատում է միայն դատարանը, իսկ դրանից հետո նաև բողոքարկման իրավունք ունեն եւ դատապարտյալները, եւ տուժողները, եւ բոլոր մասնակիցները։ Տեսեք, չի կարող լինել դեպք, որը որ օրենքով սահմանված կարգով ընթացք չունենա եւ մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ Ամենևին էլ պատճառը դա չի, որոնը գիտեն, որ եթե կատարեն հանցագործություն, զինված ուժերում կլինի, փողոցում կլինի, ենթարկվել են պատասխանատվության, բայց այլ խնդիրներ կան, որոնք մարդուն նպաստում են հանցագործության առաջացման կատարմանը կամ պատճառ են հանդիսանում դրա։ Պարոն Խաչատրյան, ձեր բարձրացրած խնդիրների առնչությամբ ազգային ժողովը եւ համապատասխան հանձնաժողովը պաշտպանության եւ անվտանգության հարցեր ինչ անելիք ունի, առաջիկայում պատրաստվում եք այս հարցերը բարձրացնել։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արդեն կարելի է համարել, որ ունի նախագահ, բայց հələ հանձնաժողով ձևավորված չէ, ձևավորումից հետո մենք կհասկանանք, քննարկումներ կունենանք, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել հանցավորության դեմ պայքարի համատեքստում, բայց եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, ես կարծում եմ, որ առաջնային պետք է
վերլուծություն անենք, վերլուծությունները պետք է իրականացվեն փորձագիտական մակարդակով, բավականին լուրջ փորձագիտական մակարդակով, անհրաժեշտության դեպքում նաև կարելի է հրավիրել միջազգային փորձագետների, կարելի է հուշագրեր ստորագրել հուշագրեր ունենալ լավագույն փորձագետների հետ, տարբեր բնագավառներ, հոգեբանության, քրեական հոգեբանության, չգիտեմ, քրեակատարողական, վիճակագրության եւ այլն, եւ հասկանանք այս ամեն ինչը պետք է լինի գիտելիքահեն եւ հասկանանք ինչ միջոցներ պետք է իրականացվեն եւ որ ծառայություններում եւ որ ոլորտներում պետք է իրականացնենք, որպեսզի նվազագույնի հասցնենք։ Բայց այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ մենք բանակին, զինված ուժերին թողել ենք միայնակ, ասում ենք ինչ լինի, բանակն է մեղավոր, բայց ոչ, մարդիկ գալիս են արդեն խնդիրներով բանակ, քրեական ենթամշակույթ կրելով, հոգեբանական խնդիրներ ունենալով, գալիս են բանակ եւ որոշակի սուղ ծառայության պայմաններում, ինչը բնական է, կամ ինքնասպանություն, կամ ինքնասպանության հասցնել եւ հարազատները խոսում են, որ որևէ խնդիրն է հոգեբանական չի ունեցել։ Ես չեմ Կներեք, ես դա չասեցի, որ հոգեբանական խնդիր ունի նա, ով ինքնասպանության, ոչ, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, որ հենց ինքնասպանության դրդողները բնականաբար հնարավոր է, որ ունենային քրեական ենթամշակույթի արժեքների կրողներ լինեն։ Սա արդեն խնդիր է։ Իմ ասելիքը կայանում է հենց դրանում։ Բայց պարոն Խաչատրյան, փաստացի 2 տարուց ավելի խոսում է այդ մասին եւ դուք ինքներդ եք նաեւ նշել, նաեւ Անդրանիկ Քոչյանն էր ասում, որ քրեական ենթամշակույթ կա եւ այդ բարքերը հաստատվում են բանակում եւ դուք չեք կարողանում արմատախիլ անել։ Հիմա սա իշխանության թերացումը չէ։ Տեսեք, արմատախիլ բանակում չենք կարողանալու ամբողջությամբ անենք։ Պետք է մինչև բանակը արմատախիլ անենք եւ բանակն էլ որոշակի չափով ինքը արմատախիլ անի։ Մինչև բանակը մենք պետք է բանակին տանք առողջ հոգեբանությամբ եւ դաստիարակությամբ հնարավորինս երիտասարդների։ Մենք պետք է բանակին փորձենք այդպեսին տալ։ Երբ որ այդպեսին չենք տալիս, դեպքերը անխուսափելիորեն լինում են, դեպքերը անպայման լինում են։ Հետևաբար մենք պետք է ամբողջ շղթան նայենք երեխայի դպրոց գնալուց մինչև բանակ, նույնիսկ մանկապարտեզից նայենք տեսնենք շղթայի որ մասում ենք մենք Տերանում, որ սկսում են ենթամշակույթ կրել, որ սկսում են այս։ Գուցե կանխարգելիչ ավելի հարմար, ավելի հեշտ է գտնել այդ մարդկանց եւ խստացումները։ Բանակը փակ կառույց է, բայց տեսեք քրեակատարողական հիմնարկներից փակ կառույց գոյություն չունի հանրության մեջ, չէ՞։ Բանտերից, այսպես ասած, բայց այնտեղ էլ են դեպքեր լինում, այնտեղ են բռնության դեպքեր լինում, այնտեղ են ինքնասպանության դեպքեր։ Ամենափակ կառույցն է, մարդու ցանկացած շարժը արձանագրվում է կամ թույլատրվում է կամ չի։ Եթե բանը նպաստող պայմաններն ու պատճառներն եղան, դա տեղի է ունենում։ Հետևաբար մենք պետք է մինչև դա կազմակերպենք այնպիսի դաստիարակություն կամ այնպիսի ուսում կամ այնպիսի աշխատանք մեր երիտասարդների հետ, ովքեր բանակ գնալուց եւ ոչ միայն բանակից հետո էլ են բազմաթիվ ինքնասպանություններ, գործում բռնություններ, սպանություններ, բանակից հետո էլ այդքան հանրային մեծ հնչեղություն չի ստանում, բայց բավականին շատ են այդ դեպքերը, որ լինում են։ Ընդհանուր հանցավորության մակարդակի իջեցումը պետք է համակարգային աշխատանքի արդյունք լինի։ Տեսեք, բանակը հանրության մի մասն է, չէ՞, եւ բանակում ինչ կատարվում է, դուք իմացեք, որ դա նույնը ունենք մենք հանրության մեջ։ Պարոն Խաչատրյան, ուզում եմ հարցնել Արմեն Գրիգորյանի պաշտոնակությունից, սա անակնկալ է եղել, թե վարչությունում քաղաքացիական պայմանագրի քննարկվել է եւ արդեն մամուլում կան տեղեկություններ, հրապարակումներ, որ Արմեն Գրիգորյանը նշանակվելու է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, արդյոք այդ քննարկումը եղել է եւ օրինակ արձակուրդից հետո նա կնշանակվի դեսպանի պաշտոնում եւ ինչպես է ընդհանրապես գնահատում կամ բացատրում, հա, որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ այս պաշտոնանկությունը արդյոք նրանից եղել է պաշտոնանկություն թե պաշտոնի նշանակումը է։ Դե պաշտոնանկ պաշտոնանկ արվել, ոչ մի պաշտոնի դեռ չի նշանակվել։ Նկատի ունեմ դժգոհություն է եղել նրա աշխատանքից, ի՞նչն է սրա հիմքը։ Տեսեք, եթե պարոն Գրիգորյանին այլ պաշտոնի տեղափոխելու հարցը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի քննարկվել։ Մենք այդ հարցը չենք քննարկել, ընդհանրապես չենք քննարկել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի ազատման, այլ պաշտոնի տեղափոխման, այլ պաշտոնում այլ անձի նշանակման։ Այսինքն սա ձեր համար անակնկալ էր։ Գուցե եւ անակնկալ չէր, բայց այդ հարցը մենք չենք քննարկել։
Բա որ չեք քննարկել, ոնց անակնկալ չէր։ Դե Այլ տեղերում եք կներեք, բայց քննարկել։ ամեն ինչից անակնկալի չեմ գալիս, շատ դժվար է անակնկալ։ Ահա, չնկատի ունեմ, ինչով եք օրինակ բացատրում։ Դուք գիտեք Արմեն պատճառները, պարոն Գրիգորյանը։ տեսեք, Արմեն Գրիգորյան քանի տարի է, որ անվտանգության խորհրդի կարգող է, երևի 5, 6, չէ՞, 6։ Ավելի շատ։ Գուցե ավելի շատ 6 եւ ավելի տարիներ անվտանգության խորհրդի քարտուղար է եւ սովորաբար ինչ որ մի ժամանակի հետ լրանալուց հետո պաշտոնյաները փոփոխվում են, փոխարինվում են այլ պաշտոնյաներով, տեղափոխություններով։ Գուցե դա Արմեն Գրիգորյանի ցանկությունն է եղել այլևս այլ պաշտոնի անցնել, ես չեմ կարող ասել այդ մասին, բայց հարգելի լրագրողներ, շատ նորմալ է, որ մարդը 6-7 տարի ինչ որ մի պաշտոնում աշխատելուց հետո այլ պաշտոնի է տեղափոխվում։ Դա նորմալ է եւ կարծում եմ նույնիսկ երբեմն անհրաժեշտ։ Իսկ ընդհանրապես պարոն Խաչատրյան, որ ասում եք սա միայն պաշտպանության նախարարության դիրույթում չէ, այդ հարցը ու համագործակցություն չկա պետքա լինի, բա որն է եղել պատճառը այդ համագործակցության չկայացման, հա, ինչն է խանգարել, որ նախքան այս դեպքերի շատ լինելուց առաջ այդ համագործակցությունը լիներ։ Տեսեք, ես համագործակցության մասին ամենևին չխոսեցի։ Էլի կրկնում, ամենամեծ պատասխանատուն պաշտպանության գերատեսչությունն է։ Համագործակցության առումով խնդիր չունենք պետական մարմինների միջև համագործակցություն, բայց մենք խնդիր ունենք պատճառների եւ նպաստող պայմանների արձանագրման, որն են դրանք։ Մենք չգիտենք հստակ ինչն է դրանք։ Ամբողջական ցուցակը չգիտենք։ Պատճառը այդ դեպքերի քրեական ենթամշակույթն է, վատ դաստիարակությունն է, սոցիալական առաջնային խմբերում անձի ձևավորման process-ների խաթարումն է տարբեր պատճառներով ընտանեկան խնդիրներից սկսած վերջացրած բուլինգի եւ այլի եւ այլի։ Այդ ամեն ինչը բերում է անձի խաթարման, հոգեբանության եւ մի մասը ավելի հեշտ ընկալում է քրեական ենթամշակույթը եւ համարում է, որ ինքը այդ ենթամշակույթի կրող է ու փորձում ամբողջ կյանքը շարունակել, ինչի արդյունքում լինում են այդ անցագործության դեպքերը, մյուս մասն այլ խեղաթյուրումներ է իհայտ բերում եւ պետք է իմ ասածը վերաբերում է ամբողջ շղթային։ Պարոն Խաչատրյան, մի հարց էլ խնդրում եմ տղլուցեք, ես խորամուխ չեմ եղել այդ հարցում։ Օրինակ, երբ որ երիտասարդը զորակոչվում է բանակ եւ համապատասխան կոմիսիա է անցնում, այդ կոմիսիայի ընթացքում արդյոք նրա հոգեհուզական վիճակը նույնպես քննության է առնում, հոգեբանական վիճակը այդպիսի փորձաքննության ենթարկվում է։ Շնորհակալություն հարցի համար, այո։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ վերջին մի քանի տարվա մեջ շատ ավելի խիստ մոտեցումներ են դրսևորվում այս առումով։ Անձի հոգեբանական առողջության վիճակի ստուգումը շատ ավելի խիստ պայմաններում է իրականացում, քան երբևէ, եւ հատկապես այն անձինք, ովքեր որոշել են սպայական ռազմաուսումնական հաստատություններ ընդունվեն, իրենց պարամետրերը շատ ավելի բարձր են։ Հնարավոր է, որ որոշակի խնդիրներով մարդը պարտադիր զինվորական ծառայության համար ճանաչվի պիտանի, բայց այդ նույն մարդը չճանաչվի պիտանի ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու եւ հետագայում սպա դառնալու համար։ Պետք է նշեմ, որ այո, բավականին խիստ այդ ստուգումները իրականացվում։ Զինված ուժեր զորակոչվելու պարագայում էր այդ։ Այո, բավականին խիստ է։ Եթե անձի հոգեհուզական վիճակը բավարար չէ, այդ հիմքով օրինակ ունեք վիճակագրություն քան հոգի է ազատվել ուսումնական հաստատություններ ընդունվելուց եւ քանիսն են, որ Ես մի քանի մասնավոր դեպքեր գիտեմ, երբ որ ծնողները դիմել են ինձ, երիտասարդը եղել է բավականին գրագետ, բավականին պատրաստված եւ ցանկություն է հայտնել օրինակ ռազմաբժշկական հաստատությունում սովորի, այնուհետև ծառայի զինված ուժերում որպես բժիշկ, բայց հոգեհուզական այդ փորձաքննությունը չի անցել։ Համարել են բժիշկները, որ մի քիչ ավելի հուզական է, քան որ պետք է սպան ունենա։ Հա, ինքը բանակում գնում է ծառայում 2 տարի, բայց որպես սպա, քանի որ սպան նաև կոչված է անձնակազմի հետ աշխատանքներ տանելու, նման դեպքեր շատ գիտեմ, որ դիմել են այդ խնդրով ծնողները նույնիսկ բողոք են ներկայացրել, որ ինչու համար իրենց երեխաները չեն կարող սովորել այդ հաստատությունը։ մահվան շարքային կազմում են արտանալ, Հա, բայց ես այդ դեպքերով ուսումնասիրել եմ ինչպիսի ստուգումներ են իրականացվում եւ
ես եւ արձանագրեցի, որ բավականին լուրջ, շատ լուրջ process են անցնում հոգեբանական առողջության վիճակի գնահատման համար։ Պարոն Խաչատյան, վերջացրեցիք։ Պարոն Խաչատյան, հիմնականում